Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ եւ իր բարեմաղթանքներ է հղել։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով եւ բարեմաղթել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի եւ շնորհավորանքի համար։ Քննարկվել է նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Գորիսում բացվել է Ֆրանսիայի հյուպատոսարանը։ Մինչ այդ տեղի է ունեցել նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պաշտոնյաներ։ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը 2006 թվականին է տեղի ունեցել Փարիզում։ Դրանից հետո նման համաժողովներ անցկացվել են նաև Հայաստանում։ Այս անգամ ընտրված վայրը պատահական չէ։ Ֆրանսիան այսուհետ Սյունիքում եւ հենց Գորիսում իր հյուպատոսարանը կունենա։ Միջոցառման անցկացումը Սյունիքում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունի։ Դավիթ Խուդատյանն ընդգծում է, կանոնավոր եւ բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ է ձևավորվել, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու պաշտպանական ոլորտներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին։ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունն իր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Այս մասին էլ Հայաստանի փոխարգործնախարարն է ընդգծում։ Վահան Կոստանյանի դիտարկմամբ այս համաժողովի անցկացումը Գորիսում բնական ու սպասելի զարգացում է, հաշվի առնելով Հայաստանի համար Սյունիքի ռազմավարական նշանակությունը։ Այս հստակ քաղաքական կամքին մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացում։ Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Պատմական բարեկամության վրա խարսխված մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, նպատակ ունենալով նաև օժանդակել Հայաստանին հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Հայաստանի Հանրապետությունը չնայած առկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, հայտարարում է Վահան Կոստանյանը, հիշեցնելով այս սկզբունքը փոխադարձաբար հարգելու հանձնառությունը կողմերը ստանձնել են Ալմաթայի հռչակագրով։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրեր կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական է, իր հերթին հայտարարում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նկատելով, այն իրականացվում է համերաշխության նշանի ներքո։ Դեսպան Օլիվիե Դկոտինին ընդգծում է, Գորիսը մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում, քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը։ Սա քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում։ Այն եղել է միշտ խաչմերուկում եւ միտված խաղաղության կառուցմանը, եւ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ։ Մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է։ Այն, ինչ Հայաստանն ու Ֆրանսիան կառուցում են միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաեւ իսկական լծակ է իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։
Հենց այս ուղերձներով էլ Գորիսի կենտրոնում քաղաքապետարանին կից շենքում բացվում է Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի հանրապետության օրվա առիթով։ Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում, ներառյալ համագործակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք նոր ձեռքբերումներ արձանագրել, որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի եւ Իտալիայի միջև համագործակցությունը։ Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու եւ առավել մանրամասն քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ասվում է ուղերձում։ Միջազգային լուրերը ներկայացնում ենք տեսաշարով։ Վրաստանում 3 ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն ավելի քան 20% արտասահմանյան ֆինանսավորում ունեցող վրացական հասարակական կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից պահանջում է գրանցվել որպես արտաքին ուժերի շահերը ներկայացնող կազմակերպություններ։ Օրենքը նախատեսում է պարտադիր հաշվետվություն եւ մինչեւ 5 տարվա ազատազրկում է սահմանում պահանջները չկատարողների համար։ Եվրամիությունը հերթական անգամ դատապարտել է այդ օրենքը։ Ստամբուլի Չիրագան պալատում տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև հերթական բանակցությունները։ Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ Այս մասին մինչ հանդիպումը հայտարարել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Ռուսական պատվիրակության կազմը մնացել է անփոփոխ։ Իր հերթին նախագահ Զելինսկին հայտնել էր, որ Ստամբուլում կայանալիք բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը դարձյալ կգլխավորի պաշտպանության նախարար Ռոստեմ Ումերովը, սակայն պատվիրակության կազմում կլինեն 3 նոր անդամներ։ 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ Սա Ռուսաստանի 3 տարի առաջ սկսված պատերազմից ի վեր ամենամեծ նմանատիպ հարձակումն է, որի հետևանքով վնասվել է ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ։ Կիևի ռեժիմը FPV տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի եւ Ամուրի մարզերի ռազմական օդանավականների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները 2 մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավականներ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան $2 միլիարդ։ Ուկրաինայի սահմանակից ռուսական 2 շրջաններում Բրյանսկում եւ Կուրսկում 3 կամուրջ է փլուզվել։ Բրյանսկում կամրջի վրայով այդ պահին մի քանի բեռնատարներ են անցնելիս եղել։ Երբ այն փլուզվել է, բեռնատարներն ու կամուրջի բեկորները թափվել են կամրջի տակով անցնող ուղևորատար գնացքի վրա։ Զոհվել է առնվազն 7, վիրավորվել 67 մարդ։ Դրանից ժամեր անց Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում փլուզվել է երկրորդ կամուրջը, որի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից, հայտնել են տեղի իշխանությունները։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ կամուրջները փլուզվել են պայթյունների պատճառով։ Հստակ չէ, թե արդյոք հարևան շրջաններում տեղի ունեցած փլուզումները կապված են միմյանց հետ, թե ոչ։ Կիևը դեռ որևէ մեկնաբանություն չի արել միջադեպերի մասին։ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը հայտարարել է, որ միջադեպերի առիթով հետաքննություն է սկսվել։ Կրեմլը հաղորդել է, որ ամբողջ գիշեր Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը 3 հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսական գերատեսչության հաղորդմամբ քաղաքական գործիչները փոխանակել են հստակ դիրքորոշումներ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների, այդ թվում Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման պլանների վերաբերյալ։ Բացի այդ, Ռուբիոն ցավակցություն է հայտնել Բրյանսկի եւ Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների ռմբակոծության հետևանքով քաղաքացիական զոհերի կապակցությամբ, ասվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հայտարարության մեջ։ Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պահպանողական եւ եվրոսկեպտիկ Կարոլ Նովրոսկին հաղթել է իշխող կոալիցիայի տեխնացու լիբերալ Ռաֆալ Տրզասկովսկուն։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով Նովրոսկին ստացել է ձայների 50.89%, իսկ Տրզասկովսկին 49.11%։ Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ Նովրոսկիի հաղթանակը կհանգեցնի Լեհաստանի հարաբերությունների լարվածության աճին Եվրամիության եւ Ուկրաինայի հետ։
Ֆրանսիական ոստիկանությունը Կիրակի գիշերը Փարիզում բերման է ենթարկել մոտ 490 մարդու, այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Պարժի հաղթանակի տոնակատարությունները վերածվել են բռնության։ Իրավապահ մարմինների տվյալներով 2 մարդ մահացել է։ Շաբաթ օրը Պարի Սեն-Ժերմենը Մյունխենում կայացած խաղում 5-0 հաշվով հաղթել է Միլանի Ինտերին եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Հանդիպումը դիտելու եւ այնուհետեւ հաղթանակը տոնելու համար մոտ 50,000 երկրպագուներ հավաքվել են Ելիսեյան դաշտում, Փարիզի կենտրոնում եւ Parc des Princes մարզադաշտի մոտ։ Որոշ երկրպագուներ սկսել են հրավառություն այրել մեքենաները եւ վանդալիզմի ենթարկել կանգառները։ Սկսվել են բախումներ ոստիկանության հետ։ Դրանք տեղի են ունեցել ոչ միայն Փարիզում, այլև երկրի այլ քաղաքներում։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Ինչ նոր միտումներ ունի կրթական ոլորտը, այս հարցի շուրջ Երևանի պետական համալսարանում կայացել է նորարար ուսուցիչ հզոր պետություն ուսուցչական համաժողովը, որի ընթացքում մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցների մանկավարժները քննարկել են կրթական մեթոդների նորացման հնարավորությունները։ Տարեցտարի նորագույն տեխնոլոգիաների զարգացման եւ հնարավորությունների մեծացման հետ փոխվում են նաեւ պահանջները։ Այս գործից անմասն չի մնացել նաեւ կրթությունը։ Աշակերտների պահանջներն այսօր այլ են։ Հետաքրքրություն առաջացնելն ու դասերին ինտեգրելը եւս բարդացել է։ Այս մարտահրավերները քննարկվեցին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված նորարար ուսուցիչ հզոր պետություն ուսուցչական համաժողովի ընթացքում, որի նպատակն էր ներկայացնել պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձը, համախմբել ուսուցիչներին այս գործընթացում եւ նպաստել նրանց մասնագիտական աճին, կիսվել ոլորտի նորարարություններով։ Տեղի են ունենում բազմաթիվ հարակից փոփոխություններ, տեխնոլոգիական զարգացում, աշխարհում տարբեր սոցիալական երևույթներ, որոնք զարգանում են, որոնք իրենց ազդեցությունն են թողնում կրթության ոլորտի վրա, մեր աշխատանքի վրա։ Որոշ մարտահրավերների գիտենք ինչպես արձագանքել, որոշ մարտահրավերների, ինչպիսին օրինակ արհեստական բանականությունն է, դեռևս նույնիսկ պարզ չի, ինչպես արդյունավետ արձագանքել։ Ինչու նորարար ուսուցիչ։ Համաժողովին առաջինը պարզաբանվեց սա, քանի որ նորարար ուսուցիչն է, որ կարող է կրթել ազատ մտածող ու ստեղծագործ սերունդ։ Եվ այս գործընթացում պետք է լիարժեք պաշտպանված լինեն թե ուսուցչի, թե երեխայի անվտանգությունն ու իրավունքները։ Որպեսզի մենք ունենանք որակյալ կրթություն, ուսուցիչն անփոխարինելի է։ Եվ որպեսզի ունենանք այն ուսուցիչները, որոնք կարողանում են այդ որակյալ կրթությունը տրամադրել, նրանք պետք է իրենց ներողություն լավ զգան դպրոցները։ Վաղը հունիսի 1-ն երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Պաշտպանված են արդյոք երեխաները մեր հասարակությունում, իրենց ընտանիքներում, մեր դպրոցներում։ Սրանք հարցեր են, որոնց մենք պետք է նույնպես առանց վախենալու առերես։ Համաժողովն իրականացվել է Եվրամիության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենք Հեսը պատմեց, թե ուսուցիչ լինելու տարիներին, երբ դասավանդել է 2 տարբեր առարկաներ՝ ձեռնարկատիրություն եւ ֆրանսերեն, ինչպես է կարողացել իրար միացնել այդ առարկաներն ու ֆրանսերենով դասավանդել է ձեռնարկատիրություն։ Սա էլ համարեց մի նորարարություն, որը թեև պարզ էր, սակայն կարողացավ հետաքրքրել իր աշակերտներին։ Ինչ է նշանակում նորարարություն։ Դուք անում եք այն, ինչը մինչ այդ չեք արել։ Ես հասկանում եմ, որ դա հեշտ չէ։ Դուք մենակ եք աշխատում դասարանում։ Իմ առաջին խորհուրդն է, որ անեք որևիցե բան ձեր գործընկերների հետ միասին։ Երկրորդը փորձարկեք նորարարական մեթոդներ։ Դուք պետք է փորձարկեք նոր մեթոդները եւ չվախենաք դրանք ձախողելուց։ Արդյոք որևիցե մեկը լսել է կախարդական դպրոցական ավտոբուսը գրքի մասին։ Այս հարցը ներկաներին ուղղեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Սա մի պատմություն է, որում ուսուցիչը իր աշակերտներին տանում է սովորեցնելու դասը կախարդական դպրոցական ավտոբուսում տարբեր արկածների միջոցով։ Ես մտածում եմ, որ մեզնից ամեն մեկը կհիշի իր դպրոցական տարիներից մի ուսուցչի, ընկեր Գևորգյանին, ընկեր Սարգսյանին, ով ոգեշնչել է նրան ու տարել ինչ-որ արկածի եւ այնպիսի մի դաս է մատուցել, որը երբեք ինքը չի մոռանա։ Համաժողովի շրջանակում կանցկացվեն աշխատարաններ, որտեղ ներկայացվեցին ուսուցման նորարարական մեթոդները, ներառյալ թվային գործիքների եւ արհեստական բանականության կիրառումը, խաղային մոտեցումները, միջառարկայական կապերը, սոցիալ-հուզական զարգացումը, գնահատման նոր ձևերը եւ ստեղծագործական ու քննադատական մտածողության զարգացումը։
Աշակերտներ ուսուցիչներից ցանկանում են նոր գիտելիք, նոր հմտություն, նոր կարողություն եւ այդ ամենի համար այս աշխատարանները իրոք անհրաժեշտություն են, որովհետեւ մեր երեխաներին մենք կարողանանք հասցնել այն մակարդակին, որը պահանջում է 21-րդ դարի աշակերտը։ Մինչև աշխատարանների սկսվելը տեղի ունեցավ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մենթոր դպրոցների պարգևատրման արարողությունը։ Հիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 18-ին։